Ծննդավայրը Ադրբեջան, Արցախից բռնի տեղահանվածների անձնագրում է ամրագրվում, ահազանգում են, Հայաստանի քաղաքացու նոր անձնագիր են ստացել ու կարդացել, փաստորեն Ադրբեջանում են ծնվել։ Գրառումներ եւս եղել են, որ պարզապես իրենց ինչպես ցանկանում, այնպես են գրում, նշանակություն չունի։ Բռնի տեղահանված մեր հայրենակիցները պնդում են, որ նախկինում իրենց նույն Հայաստանի քաղաքացու անձնագրերում ծննդավայրը նշված է եղել օրինակ Լղիմ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, կամ ասենք Ստեփանակերտ։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից ժամը լրատվականին պարզաբանում են, կարգ-կանոնին համապատասխան են գործում, կառավարության որոշում կա։ Քաղաքացու անձնագրում որպես ծննդավայր նշվում է այն երկիրը, որն ամրագրված է նրա կողմից ներկայացվող հիմք փաստաթղթում։ Լեռնային Ղարաբաղի անձանց դեպքում ծննդյան վկայականում։ Այնուամենայնիվ, կառույցից վստահեցնում են, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի դիմել լիազոր մարմնին անձնագրում նշելու ծննդյան վկայականում առկա աշխարհագրական մեկ այլ միավոր։ Արցախցիները սակայն պնդում են, այս դեպքում էլ խնդիրների են բախվել։ Կան մարդիկ, ովքեր ասում են, որ մեզ ինչև անձնագիր տալը, այնտեղ հարցրել են ձեր նախկին բնակության վայրը գրենք, թե գրենք օրինակ Ադրբեջան, այսինքն նախապես հարցում անում են։ Բայց նաև բողոքներ կան, որ հարցրել են այնտեղ որ մեկը պետք է նշվի, նշել էր իր կոնկրետ ծննդավայրը Արցախի, կգրեք Հադրութ։ Բայց արդյունքում երբ անձնագիրը ստացել է, այնտեղ նշված էր Ադրբեջան։ Նախորդ տարվա վերջնական տվյալներով ի դեպ Արցախից Հայաստան բռնատեղահանված 100,000-ից ավելի մեր հայրենակիցներից միայն մոտ 5,500-ն են ստացել Հայաստանի քաղաքացիություն։ Վերջին ամիսներին սակայն դիմումների նկատելի աճ կա, ինչը պատասխանատու պաշտոնյաները առավելապես պայմանավորում են բնակապահովման պետական ծրագրից օգտվելու հանգամանքով, որի համար Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր է։ Էդուարդ Պողոսյան, Ժամ լրատվական։